Ակնհայտ է, չէ, որ կտրիչը ուխտադրույժ է։ Ժողովուրդ, եկեք խնդիրը կանում եմ, որ բոլորը անընդհատ հարց եք տալիս, բոլորը Ես չեմ կարող տալ, բոլորը տալիս են, բայց ես չեմ կարող տալ։ Եկեք հերթով բանանենք, էլի խնդրում եմ։ Ես տվեցի արդեն հարցը։ Չլսեցի Սուզան ջան, նորից դուր խնդրում։ Հիմա Ռուզան Հա, ես ասում եմ, որ դուք խնդիր եք դրել եկեղեցի հիմնական հիմքը, որը արշավի իրականացում կաթողիկոսի դեմ, դա կուսակրոնության ուխտը խախտելն է։ Հիմա դուք հավաքել եք հոգևորականների եւ Փաշինյանը հանդիպում է հոգևորականների հետ, որոնց մեջ ըստ մամուլի կա նաև կուսակրոնությունը խախտած հոգևորական։ Ինչպես եք մեկի մեղքով մյուսի մեղքը մաքրում, պարոն Սիմոնյան։ Իսկ նախ ով ասեց, որ մենք հավաքել ենք, ու ով ասեց, որ մեկի մեղքով մենք մյուսը մաքրում ենք։ Այսինքն ուզում եք ասեք, որ մեկի համար այդ ուխտադրույժը ներելի է մեր ընկալմամբ, մեկի համար տենց չի, չէ, տենց չի։ Մեր համար խոսքը գնում է նրա մասին, որ իրանց ներսում process է սկսվել եւ այդ process-ի հիմքերում դու գիտեք ինչ փաստաթուղթ է դրած եւ վարչապետը հանդիպել է եւ իրանց հետ քննարկել է այդ process-ը եւ իր գոհունակությունն է հայտնել, որ process-ը սկսել։ Հիմա այդ process-ի վերջում այդ սենյակի մեջ կմնա մի հոգի, 10 հոգի, 5 հոգի կավելանա, թե բոլորը կմնան, դա ժամանակի եւ գործընթացների հարց է։ Ես հիմա ոչ կարամ կանխատեսեմ, ոչ կարամ որևիցե մեկին այս պահին, այդ սենյակում գտնվող ինձ թույլ տամ գնահատական տալ, որովհետեւ իմ համար այս պահի դրությամբ ֆիքսված երկու բան կա։ Հայտարարվել է, որ գործող կաթողիկոսը Կտրիչ Ներսիսյանը խախտել է իր ուխտը, այսինքն ունի երեխա, հրապարակվել է համացանցում լրագրողներ հրապարակել են լուսանկար, ինքը դա չի մերժել, չի հերքել, որտեղ նման բան կա, ինչպես նաև շատ ամոթալի բան է հայտնվել համացանցում, որը ես չեմ ողջունում ու շատ դատապարտում եմ, կապված Արշակ Սրբազանի հետ կապված, որը նույնպես այս պայդրությամբ փաստ է, մնացածը ոնց կգնա Հիմա Շողի ջան, գործընկերները արդեն դժգոհում են քեզանից։ Խնդրում եմ, արի խնդրում եմ, էլի չգիտեմ, նույնիսկ չեմ լսում։ Չէ, մի րոպե, 24 Արդյոք չի եղել նրանց նկատմամբ, որովհետև նրանք ընդամենը մի քանի օր առաջ կամ ամիսներ առաջ լավ այլ բան էին ասում եւ ասում են վեհապարի կողքին ենք եւ այս գործընթացը ոչ թե կաթողիկոսի դեմ, այլ Ֆաշազադեից ուղղորդված գործողություն է եւ հանկարծ այդ նույն սրբազանները հիմա այլ ինչ-որ նամակ են գնում Փաշինյանը։ Ես համարում եմ, որ ինֆորմացիան, որը անընդհատ գալիս է եւ գործընթացները, որոնք որ տեղի են ունենում, հա, դա տեսեք դուք սկզբից ասում էիք, դուք գնացիք կեղծ պատարագ արեցիք, Տեր Արամը կարգալույց է, հետո մենք գնացինք այլ եկեղեցում պատարագի, որտեղ արդեն ոչ կարգալույց եղած մեկն էր պատարագ անցկացնում, ասացիք, հեսա իրան կարգալույց կանեն եւ այս պատարագը վերջացնեն։ Եվ այս պատարագը նույնպես դուք կարողանաք մեկնաբանել որպես, չգիտեմ, ինչ-որ անօրինական բան, հետո թեմի առաջնորդը եկավ, հետո երկրորդ թեմի առաջնորդը եկավ, արդյոք սա ճնշում է։ Հետո շատ մարդիկ հավաքվեցին, հետո տեսանք, որ ավելի շատ մարդ հավաքվեց, հետո մարդիկ տարբեր գյուղերում, տարբեր մարզերում սկսեցին մոտենալ։ Ինձ թվում է այս ճնշումը կա, հա, եւ այս ճնշումը ես ցավում եմ, որ այս ճնշումը, ճակերտավոր ճնշումը, միայն եպիսկոպոսների գիտակցության վրա է ազդել, իրանք տեսել են, որ այո, իրոք խնդիր կա եւ այդ խնդիրը մեծ է, որովհետեւ իրականում այս ճակերտավոր ճնշումը Կտրիչ Ներսիսյանին պետք է անհանգստացներ, որովհետև ակնհայտ է, որ այլևս եթե նույնիսկ վաղ ընտրություններն եւ մենք իշխանություն չլինենք, այլ իշխանություն կա, այլևս ակնհայտ է, որ անհնար է եւ նույնպես վաղաշաբաթի ընտրությունները, հա, երբ որ բոլոր Ռուսաստանաբնակ տարբեր կերպարներ, ընդեղի դաշնակցական ուժեր, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ուժերը, եկեղեցականները ցուցադրաբար գնացին, քվեարկեցին, իսկ մենք 57-58%-ով այնտեղ հաղթեցինք, սա նույնպես ճնշում է։ Սա, եթե Կտրիչ Ներսիսյանը չի հասկանում, ես կարծում եմ, որ սա եւս մի պատճառ է, որ ինքը, եթե այդքան բանը չի հասկանում, ինքը հաստատ իր տեղը չէ։